Ես ատում եմ վարչական ռեսուրսը եւ դա ճշմարտություն է։ Արարատի մարզի վերին Արտաշատ բնակավայրում քարոզարշավ իրականացնող վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմավորում են դպրոցական կոլեկտիվը, աշակերտներ, համայնքային այլ աշխատողներ։ Հայաստանի եւ իշխող քաղաքացիական պայմանագրի դրոշները ծածանող աշակերտներից պատմեցին, դասերը շուտ են ավարտել, որ գան Նիկոլ Փաշինյանին դիմավորելու։ Դասի էինք, ուղղակի եկել ենք ստեղ հենց Փաշինյանի համար։ Հա, ավարտվեց։ Ասացիք Փաշինյանի այցի համար եկել եք ստեղ։ Հա, ես դասի շեմ։ Քանիսին է ավարտել ձեր դասերը։ Մի րոպե։ 12:25 զանգը տվել է։ Բայց սովորաբար երբ է դասերն ավարտվում։ 2-ից 5 պակաս։ Այսօր շուտ եք մի քիչ։ Հա։ Որ գաք էստեղ դրոշները։ Քեզ ով ա տվել դրոշը։ Մադմարտ։ Ով։ Մադմարտ։ Հատմար չես ճանաչում։ Չէ։ 9-րդ դասը։ Այսօր դպրոցները դասը շուտ է ավարտել։ Այո, Ավարտել։ ավարտենք, էլի խնդրում եմ։ Բարև։ Բարև ձեզ։ Որ դասարանն ես։ 6-րդ։ Քանիսին ես ավարտել դասերը։ Ժամ Չես գնացել։ Չէ, չեմ գնացել։ Ինչու։ Հիվանդ եմ մի քիչ։ Հա, բայց այստեղ եկել ես։ Հա։ Իսկ դրոշները որտեղից ես վերցրել։ Տենց բաժանում էին, վերցրեցին։ Իսկ ուսուցչուհիները գիտեն, որ շուտ եք դուրս եկել, թե թույլ են տվել։ Թույլ են տվել։ Ինչ ասացի։ Ասեցին կարակ գնաք, որտեվ իրանք էլ են եկել։ Հա, բոլորով եկել եք, որ դիմավորեք վարչապետին։ Իսկ ձեր դպրոցը ոնց էր կոչվում։ Վերին Արտաշատի միջնակարգ դպրոց։ Նորենի անուն ազգան։ Հախնազարյան Շուշան։ Իսկ էլի դասարաններ են ձեզ հետ այստեղ ճանաչում եք ձեր դպրոցից շատ կա։ Շատ են։ Ուսուցիչներն էլ, բոլորն էլ էստեղ։ Հա։ Տնօրենն էլ այստեղ։ Հա, տնօրենն էլ այստեղ։ Գյուղի դպրոցի անձնակազմը Նիկոլ Փաշինյանին սպասում էր ժամը 12:30-ից։ Նրանցից այս ուսուցիչն օրինակ պնդեց, թե ինքն իր ժամերը պարապել, հետո է եկել վարչապետին դիմավորելու։ Աշխատում եմ այո։ Որտե՞ղ։ Դպրոցում։ Ինչ եք դաս ավարտել։ Հայոց լեզու եւ գրականություն։ Ավարտվել են դաս։ Իհարկե, Բայց անպայման։ այսօր դեռ դպրոցները արձակուրդները չեն սկսել, չէ՞։ Չէ, դեռ չեն սկսել։ Ամեն մեկը նայում է իր աշխատանքին ու գալիս է աշխատանքս ավարտել եմ, հաճույքով։ Այո, իհարկե, դպրոցում դասերը շարունակվում են, ես ազատ եմ եկել եմ։ Ցանկությամբ, անպայման։ Ով ուզում է, Իհարկե, ով ուզում է։ Իսկ որ դպրոցական անձնակազմն այդ պահին դպրոցում չեր ու սպասում էր վարչապետին, պատմեց բնակիչներից մեկը, ցույց տալով, թե կոնկրետ որ հատվածում են նրանք հավաքված։ Ուսուցչական անձնակազմից սակայն հրաժարվեցին խոսել, խուսափելով Երևալ նաև տեսախցիկների առաջ։ Այո։ Որտեղի կոլեկտիվն է, դպրոցի։ Ի տարբերություն նրանց, գյուղի մշակույթի տան տնօրենը, որ ինչպես պարզվեց միակ աշխատողն է, աշխատանքային ժամին դռները կողպել եւ շտապել էր Նիկոլ Փաշինյանին հանդիպելու։ Ություն ձեր մոտ աշխատանքային ժամ չի։ Աշխատանքային ժամ է։ Ոնց է աշխատանքը թող։ Աշխատել ենք, ամեն ինչ արել ենք, ինչ որ պետք է։ Ես առավոտից նստած միջոցառում էի գրում, բայց հիմա դուրս եմ եկել վարչապետին դիմավորելու։ Հավաքվածների շարքերում նաև համայնքապետարանի աշխատակիցներ էին։ Մենք համայնքապետարանի աշխատակիցներն ենք, բնականաբար այստեղ պիտի լինենք։ Ինչու բնականաբար։ Որովհետև գտնում ենք, որ այդպես պիտի լիներ։ Դուք եք համայնքապետարանի աշխատակից։ Համայնքապետարանի, չէ, ես դպրոցում եմ աշխատում։ Դպրոցում։ Այո։ Իսկ վարչապետն իրեն դիմավորելու եկածներին ողջունեց ծափերով։ Հետո արդեն հայտարարեց, տպավորություն ունի, թե երկրում կարևոր քաղաքական պրոցես է, առաջնորդողն էլ երեխաներն են։ Եվ այդ պրոցեսը այստեղ էլ, աչից պրոցեսի հիմնական առաջնորդողները, երեխաները, ես ավելի ու ավելի շատ սկսում եմ անվանել այս գործընթացը երեխաների հեղափոխություն, որովհետև երեխաները այս պրոցեսում անընդհատ ներշնչում են, ինձ էլ համոզված եմ ձեզ էլ, համոզված եմ ծնողներին էլ։ Նիկոլ Փաշինյանը մարդկանց հետ շփվելու համար ժամանակ քիչ ուներ, արագ քարտեզները բաժանեց եւ լսեց միայն այս կնոջը։ Նրա տղան զոհվել է 44-օրյա պատերազմին։ Այսինքն ձեզ որդիներից մեկը զոհվել է։ Մեկը զոհվել է, թոքիմս 13 տարեկան։ Պարոն Փաշինյան, շատ շնորհակալ ենք խաղաղության համար։
Արարատի մարզի մի շարք գյուղերում ու քաղաքներում հասցրեց լինել քաղաքացիական պայմանագրի թիմը։ Գրաֆիկը խիտ էր, ժամանակը սահմանափակ, բայց Սուրենավանում հյուրասիրությունից վարչապետը չհրաժարվեց։ Մի քանի րոպե ուներ, սեղանի ուտելիքներից սկսեց օգտվել ավելի շուտ, քան անվտանգության աշխատակիցը կհասցներ նրան մեկնել ձեռքերն ախտահանող հեղուկը։ Երեկոյան Նիկոլ Փաշինյանի թիմը քարոզարշավը կամփոփի հանրահավաքով։